Որակի նշանի կողմից կազմակերպված Expo 2025-ը իր դռները բացեց ավելի քան 100 ապրանքանիշերի համար։ Տարբեր կազմակերպություններ ներկայացրեցին իրենց ապրանքանիշերը, որոնք մանրակրկիտ անցել էին բոլոր փորձաշրջանները, ինչը եւ ապացուցում է, որ որակը քանակի մեջ չէ։ Ամիսներ առաջ BS Cosmo Business ակումբը առաջարկ ստացավ կազմակերպելու ցուցահանդես, որտեղ պետք է ներկայացվեն այն ընկերությունները, որոնք իրականում արժանի են որակի նշան տիտղոսին։ Առաջարկը որակի նշան ընկերության կողմից մեզ համար նոր էր, բայց գաղափարը շատ հարազատ։ Որակի նշանի կողմից կազմակերպված Expo-ին ներկա էր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլա Սիրականյանը։ Նմանատիպ նախաձեռնությունները մեր կողմից մեծապես կարևորվում են, որովհետև սա մի հարթակ է դառնում, որտեղ հանդիպում են ոչ միայն տնտեսավարողները պոտենցիալ սպառողների հետ, այլ նաև տնտեսավարողները տնտեսավարողների հետ։ Եվ այս համատեքստում որակի նշան Expo-ի կարևորությունը նաև, ինչպես գործընկերս նշեց, այն է, որ արդեն որոշակի ֆիլտրով անցած ընկերություններ են եւ որոշակի վստահություն ունենալու նախապայմաններ արդեն այստեղ ստեղծված են։ 2026 թվականին նմանատիպ միջոցառում կազմակերպվելու է Մեծ Բրիտանիայում եւ ներկայացվելու է հայկական լավագույն բրենդերը։ Իր խոսքում ասաց որակի նշան ընկերության հիմնադիր Expo նախագծի համակազմակերպիչ Վահե Հարությունյանը։ Որակի նշան կազմակերպությունը 2019 թվականից կազմակերպում է միջոցառումներ, որի հիմնական առաքելությունը կայանում է նրանում ներկայացնել հայկական լավագույն ընկերություններին։ 2022 թվականից որակի նշան կազմակերպությունը հանդիսանում է International Quality ընտանիքի անդամ եւ արդեն մեր աշխարհայաց ավելի մեծացել է եւ միջազգային մենք մրցանակաբաշխություններ ենք իրականացրել Դուբայում, Փարիզում, Մոնտե Կարլոյում։ 2026-ին մենք կազմակերպելու ենք նաև մեր գործընկերների հետ Մեծ Բրիտանիայում Բուքինգեմյան պալատում, որի հիմնական նպատակն է ամբողջ աշխարհին ներկայացնել հայկական լավագույն բրենդները։ Մեր այսօրվա Expo-ի հիմնական նպատակը նաև նրանում էր կայանում, որպեսզի մենք ներկայացնենք այն կազմակերպությունները, ովքեր որ համապատասխանում են որակի չափորոշիչներին։ Բոլոր կազմակերպությունները անցել են լաբորատոր ստուգումներ, նաև եւ ստացել են որակի չափորոշիչներին համապատասխան սերտիֆիկատների։ Նաև եղել են կազմակերպություններ, որոնք չեն համապատասխանել լաբորատոր ստուգումներին, այդ կազմակերպությունները այսօր այստեղ չեն։ Ես ուզում եմ այսքանով վերջացնեմ, բոլորին ողջունում եմ տվյալ նախագծի շրջանակներում եւ հույսով եմ, որ մեր կազմակերպությունները ավելի աչալուրջ կլինեն եւ ավելի որակյալ արտադրանք կներկայացնեն մեր սպառողին։ BS Cosmo Business ակումբի համահիմնադիր նախագահ, որակի նշան Expo նախագծի համակազմակերպիչ Անդրեյ Հայիրյանի խոսքերով նման միջոցառումը, որը անցկացվում է առաջին անգամ, ունենալու է մեծ նվաճումներ։ Մեր առաքելությունը դա տենալ բիզնեսի պոտենցիալը եւ այդ բիզնես պոտենցիալը զարգացնել միջազգային մասշտաբով։ Այստեղ ունենք մենք գործընկերներ տարբեր երկրներից, Էմիրատներից, Վրաստանից, Մոսկվայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից ու մեր նպատակը մեր որակյալ բիզնեսը, մեր որակյալ պրոդուկտը օգնել արտահանում կազմակերպել այլ երկրներ։ Ու ինչքան մենք կարողանանք համատեղ մեր ռեսուրսները համախմբենք ու տարածենք մեր պրոդուկտը եւ մեր ծառայությունը, այդքան մեր տնտեսությունը կզարգանա։ Արտակ Բաղունցը, ով որակի նշան ընկերության ծրագրի ղեկավարն է, նշեց, որ եղել են ապրանքներ, որոնք չեն անցել փորձաքննությունը, քանի որ որակն առաջնային է եւ չքննարկվող։ Ճիշտ ասած, այս Expo-ը մեր առաջի անգամն է, որ կազմակերպում ենք, բայց նախատեսում ենք, որ ամենամյա պիտի լինի։ Մասնակիցների քանակը 100-ից ավել կազմակերպություններ են մասնակցում, ինչպես նոր հայկական արտադրանք, այսինքն սա հայկական արտադրանք եւ որակ ներկայացող կազմակերպություններ են։ Ուղղակի մենք ասացինք խթան հանդիսանան նոր կազմակերպություն, ովքեր որ նոր են սկսում, կարողանան մասնակցել Expo-ին եւ իրենց ապրանքատեսակները ներկայացնել որպես որակյալ ապրանքատեսակ սպառողներին։ Expo-ի գլխավոր հովանավոր Այ գրուպի կոմերցիոն տնօրեն Բարսեղյան Աղվանի խոսքերով նմանատիպ ծրագրերը կազմակերպվում են արդար հիմունքների վրա եւ դա է պատճառը համագործակցության։ Քանզի որ որակի նշանը միշտ ինչ կազմակերպում է արդար հիմունքների վրա է կազմակերպում, որոշեցինք մեծ պատիվ է մեզ, որ իրանց հետ քայլենք առաջ եւ մենք դառանք իրենց գլխավոր հովանավոր։ Expo-ում ներկայացված տարբեր ֆիրմաների հիմնադիրները, որոնք շուկայում ունեն իրենց ուրույն տեղն ու ձեռագիրը, ներկայացրեցին ապրանքանիշների եւ որակի պատմությունը։ Ուրախ եմ, որ այսօր կարողանում ենք մեր արտադրողներին մեր ռեսպուբլիկայում պահանջարկը ապահովել
եւ համոզված եմ, որ դրանով նպաստում ենք մեր երկրի զարգացմանը, մեր տնտեսության զարգացմանը, որը իմ 550-560 աշխատողների երազանքն էր եւ բնականաբար այսօր դա մեր նպատակն է ծառայել հայրենիքին, ծառայել մեր ժողովրդին։ Այս տարի որակի նշան ցուցահանդեսին անի պրոդուկտը ներկայացել է իր կատնամթերքի ամբողջ տեսականիով, ինչպես նաև գազավորված զովացուցիչ ըմպելիքների տեսականիով։ X ֆիրման զբաղվում է կիսաֆաբրիկատների արտադրությամբ, օգտագործելով միայն բնական հունք։ Մեր արտադրանքը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են առողջ, մաքուր, վստահելի սնունդ, պատրաստված է 100% բնական հումքից, ունի տնական, ավանդական համ, արտադրվում է խիստ սանիտարական պայմաններում։ Էքսպոյի շրջանակներում տեղի կունենա անվճար համերգ եւ ցանկացողները կարող են սիրով մասնակցել։ Այս մասին տեղեկացրեցին Էքսպոյի կազմակերպիչները։ Կազմակերպել ենք դեկտեմբերի 5-ին եւ 6-ին համերգ, մուտքը անվճար լինելու, այսինքն մուտքը ազատ է,